Արարատ Միրզոյանը Թուրքիայից բացահայտ օգնություն է խնդրում համապետական ընտրություններում վերընտրվելու համար։ Անտալիայի դիվանագիտական ֆորումում Արարատ Միրզոյանի ամենակարևոր հայտարարությունը հնչել է, երբ թուրք լրագրողը փորձել է հասկանալ, ինչ կլինի Փաշինյանի խաղաղության օրակարգի հետ, եթե 2026-ի ընտրությունների արդյունքով Հայաստանի Հանրապետության կառավարությունը փոխվի։ Միրզոյանը խոսում է անգլերեն, վրայից թուրքերեն թարգմանություն է։ Անգլերեն խոսքը գրեթե չի լսվում, թարգմանել են թուրքերենից։ Մենք մեծամասնություն ունենք խորհրդարանում, սակայն քանի որ ժամանակն անցնում է եւ մեր կառավարությունը չի կարողանում կոնկրետ արդյունքների հասնել կարգավորման գործընթացում, նույնիսկ նրանք, ովքեր հավատում են խաղաղության օրակարգին, կարող են հարցնել. լավ, խաղաղության օրակարգը լավ է հնչում, բայց միայնակ խաղաղություն չես կարող կառուցել։ Հարևանները կարծես չեն կիսում խաղաղ եւ բարգավաճ տարածաշրջանի նույն տեսլականը։ Սա նշանակում է, անտրամաբանական է, որ ես պաշտպանեմ ձեր խաղաղության օրակարգը եւ շարունակեմ դա անել վաղը։ Ես սա ասում եմ, որովհետեւ մենք աջակցություն ունենք, բայց աշխարհում ոչինչ անսահմանափակ չէ։ Իհարկե, ամեն ինչ կարող է փոխվել, բայց պարզ է նաև, որ եթե նորմալացման գործընթացում արդյունքի հասնենք, օրինակ խաղաղության համաձայնագիր ստորագրվի, տրանսպորտային ենթակառուցվածքը բացվի, առևտուր սկսվի, մարդիկ նորից սկսեն շփվել, եթե լուծվեն հումանիտար հարցերը, դա բնական եւ բնականon կդարձնի հարաբերությունները։ Կարծում եմ, որ այս պահին նման հնարավորության պատուհան կա, անցյալի համեմատ։ Այս հնարավորության համար ավելի շատ հանրային աջակցություն կա։ Սա նշանակում է, որ բաց տեքստով խնդրում եմ Թուրքիային ընդառաջ գնալ եւ գոնե զիջումներից հետո տալ այդ խաղաղության համաձայնագիրը, բացել սահմանը։ Այլապես հայերը կդադարեն հավատալ խաղաղության օրակարգին եւ Փաշինյանը կարող է կորցնել իշխանությունը, ասել է Արարատ Միրզոյանը։ Գյումրիի քաղաքապետի ԿՊԱ-ական թեկնածու Սարիկ Մինասյանը գրում է. Սիրելի գյումրեցիներ, հարգելի համաքաղաքացիներ, ես տեր եմ յուրաքանչյուր քվեին եւ առաջնորդվելով հենց այս գաղափարով հայտարարում եմ, որ քաղաքացիական պայմանագիրը գյումրեցիներից խաբեությամբ քվեներ կորզածների եւ դրանք ուրիշի մատուցելու պատրաստ ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ կայանալիք նորընտիր ավականու առաջին նիստին չի մասնակցելու։ Գյումրու ապագայով մտահոգ ավականու անդամներին կոչ եմ անում քվեարկել խղճի մտոք, չընդունել այլոց հաշվարկների արդյունքում ձեզ պարտադրված որոշումը եւ չստվերել Գյումրու ապագան։ Ստեղծված իրավիճակում Գյումրու կառավարումը դատապարտված է ձախողման։ Ճգնաժամն անխուսափելի է։ Գյումրին չպետք է դառնա մշուշոտ ապագայով քաղաք։ Սա չի բխում գյումրեցու շահից։ Ձեր սխալ քայլի հետևանքը ձեր երեխան ու անձամբ դուք եք կրելու։ Որքան էլ խուսափեք այդ պատասխանատվությունից։ Հանուն Գյումրու եւ գյումրեցու պետք է գնալ նոր արտահերթ ընտրությունների։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հավատարիմ է Իրանի հետ երկխոսությանը եւ այդ թեմայով հեռախոսազրույց է ունեցել Օմանի սուլթան Հայթամ բեն Թարեկ Ալ Սաիդի հետ։ Այս մասին լրագրողների համար հերթական ճեպազրույցում հայտարարեց Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիտը։ Իհարկե, Իրանի դեմ առավելագույն ճնշման արշավը շարունակվում է, բայց ինչպես գիտեք, նախագահը հասկացրել է, որ ցանկանում է տեսնել Իրանի հետ երկխոսություն եւ խորհրդակցություն, միևնույն ժամանակ հստակեցնելով իր տեսլականը, որ Իրանը երբեք չի կարողանա միջուկային զենք ձեռք բերել։ Նախագահն այսօր խոսեց Օմանի սուլթանի հետ, ով օգնեց հեշտացնել այդ բանակցությունները։ Անհրաժեշտ է, որ Իրանը բանակցությունների միջոցով դադարեցնի իր միջուկային ծրագիրը, ասել է նա, հավելելով, որ Սպիտակ տունը ավելի ուշ գրավոր հայտարարություն կտարածի այդ կոչի վերաբերյալ։ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. Օր ու գիշեր սահմանագծին ամրոցներ կառուցողներն Ադրբեջանի արդեն 3 շաբաթ միևնույն ժամերին գրեթե նույն ուղղություններով արձակված կրակահերթերը համարում են ադրբեջանական բանակի կարգապահության խնդիր։ Իհարկե, սա որպես տարբերակ են առաջ քաշում, չբացառելով սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին ահաբեկելու վարկածը։ Ում են պետք կամ դուք ում եք պետք ձեր ինժեներական կառույցներով ու խրոխտ դեմքերով։ Երբ Ադրբեջանը ճնշումների ու ահաբեկման քաղաքականության շրջանակներում նույնիսկ սահմանամերձ բնակավայրի վրա է կրակում, տան ապակի կամ մշակույթի տուն խոցում, իսկ դուք դեռ վերափոխման կամ աշխատանքի իմիտացիա եք անում։ Ամեն շաբաթյա կտրվածքով բանակի հրապարակային հրահանգելով չկրակել, չարձագանքել։ Ձեր 7 տարիների արվածը դաջված է ձեր ճակատին, կապիտուլյանտի եւ ուրացողի տեսքով, իսկ ձեր վարքն ու պահվածքը հատուկ է շարքային դասալիքին։
Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է։ Նախագծի համաձայնեցման շուրջ բանակցությունները ավարտված։ Այս մասին Facebook-յան էջում գրել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Սա նշանակում է, որ մենք մտել ենք համաձայնագրի ստորագրման շուրջ քննարկումների փուլ եւ հայտարարել եմ, որ պատրաստ եմ Հայաստանի ժողովրդի անունից իմ ստորագրությունը դնել համաձայնագրի տակ։ Ադրբեջանը համաձայնագրի ստորագրումը պաշտոնական մակարդակով կապում է երկու հարցի հետ։ Դրանցից առաջինը ԵԱՀԿ Մինսկի խմբի կառույցների լուծարումն է։ Բազմիցս ասել եմ, որ դա հասկանալի օրակարգ է Հայաստանի Հանրապետության համար։ Եթե մենք փակում ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության էջը, իսկ մենք դա անում ենք, ինչ իմաստ ունի հակամարտությամբ զբաղվող կառույցի գոյությունը։ Բայց ԵԱՀԿ Մինսկի խումբն առնվազն դեֆակտո ունի ավելի լայն համատեքստ, եւ մենք ուզում ենք համոզված լինել, որ Ադրբեջանը Մինսկի խմբի լուծարումը չի դիտարկում որպես Հայաստան-Ադրբեջան հակամարտությունն Ադրբեջանի տարածքում փակելուն եւ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք տեղափոխելուն ուղղված քայլ։ Փարատելու համար այս մտահոգությունը մենք Ադրբեջանին առաջարկում ենք խաղաղության համաձայնագիրը եւ Մինսկի խմբի կառույցները լուծարելու մասին ԵԱՀԿ-ին ուղղված համատեղ դիմումը ստորագրել միաժամանակ։ Այսինքն, սեղանին դնել խաղաղության համաձայնագիրը եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի կառույցները լուծարելու մասին համատեղ դիմումը եւ նույն տեղում, նույն պահին ստորագրել թե առաջինը, թե երկրորդը։ Սա ընդ որում պաշտոնական առաջարկություն է։ Հաջորդ հարցը, որ առաջ է քաշում Ադրբեջանը խաղաղության համաձայնագրի ստորագրման համատեղ իր այն պնդումն է, թե Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ։ Կարծում եմ, այս հարցադրման նկատմամբ ճիշտ դիրքավորվելու համար մենք նախ պետք է փորձենք ելնել այն կանխավարկածից, որ այս հարցն Ադրբեջանը առաջ է քաշում որպես անկեղծ մտահոգություն եւ ոչ թե որպես խաղաղության համաձայնագիրը չստորագրելու պատրվակ։ Ինչպես մտածում են մի շարք փորձագետներ։ Մենք ինքներս էլ անկեղծ պետք է հասկանանք խնդրի էությունը, քաղաքական եւ իրավական բովանդակությունը, եւ հետեւաբար պիտի արձանագրենք, որ Հայաստանի Հանրապետության սահմանադրության տեքստի պաշտոնական մեկնաբանություն տալ կարող է միայն Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը։ Այսինքն, սահմանադրական դատարանն է այն մարմինը, որ կարող է պաշտոնապես ասել ինչ է պարունակում եւ ինչ չի պարունակում Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը։ Չնայած փորձագետները 2025 թվականի սահմանադրական դատարանի որոշումից հետո նման հավակնությունը մեծ չեն համարում, բայց եթե սահմանադրական դատարանը որոշի, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը, այդ ժամանակ Հայաստանի Հանրապետությունը կունենա կոնկրետ իրավիճակ եւ անհրաժեշտություն կատարելու ընտրություն խաղաղության եւ հակամարտության միջև։ Բայց եթե Հայաստանի սահմանադրական դատարանը որոշի, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը, այդ պարագայում համաձայնագիրն ազգային ժողովում վավերացնելու ոչ մի խոչընդոտ չի լինի եւ խորհրդարանում վավերացնելուց հետո կգործի Հայաստանի Հանրապետության սահմանադրության 5-րդ հոդվածի 3-րդ կետը, որտեղ ասվում է. Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի եւ օրենքների նորմերի միջև հակասության դեպքում կիրառվում է միջազգային պայմանագրերի նորմերը։ Սա նշանակում է, որ խաղաղության համաձայնագիրը Հայաստանում, ինչպես նաեւ Ադրբեջանում վավերացվելուց հետո կստանա բարձրագույն իրավաբանական ուժ եւ հետեւաբար խաղաղության համաձայնագրի հարցում իր ընթացիկ դիրքորոշմամբ Ադրբեջանը խոչընդոտում է իր իսկ կողմից առաջ քաշած խնդիրների հանգուցալուծմանը եւ սա է, որ շատ փորձագետների հիմք է տալիս ասել, որ Ադրբեջանը պարզապես մտածածին պատրվակով ձգձգում է խաղաղության համաձայնագրի ստորագրումը։ Այս համատեքստում հարկ եմ համարում անդրադառնալ բոլոր այն խոսույթներին, որոնք կանխատեսում են Հայաստան-Ադրբեջան նոր սրացում եւ անգամ նոր պատերազմ։ Պատերազմի որևէ հիմնավորում չկա։ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, միջազգայինորեն ճանաչված սահմանների անխախտելիությունը, ուժի եւ ուժի սպառնալիքի կիրառման անթույլատրելիությունը։ Հիմնվելով այս իրողությունների վրա Հայաստանում եւ Ադրբեջանում գործող բոլոր ուժերին եւ անհատներին կոչ եմ անում լինել ծայրահեղ պատասխանատու, չանել հայտարարություններ, որոնք ուղղակի կամ անուղղակի հակասում են նշված տրամաբանությանը, կասկածի տակ չդնել այս տրամաբանությունը։ Դա որևէ հեռանկար չունի։ Հայաստանի եւ Ադրբեջանի ժողովուրդներն արժանի են խաղաղության եւ խաղաղ համակեցության։ Պատերազմ չի լինելու է խաղաղություն, ասել է Նիկոլ Փաշինյանը։